Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 5։ Տերը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնե, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե։ Սաղմոս 14-րդ գլուխ, առաջին խոսք։ Հավատացյալներին անհրաժեշտ է հաստատուն համոզմունք ունենալ Աստծո այս ճշմարտության վերաբերյալ։ Նա, ով լավ չի հասկանում, թե ինչի կամ ում համար է պայքարում, կարող է շուտով համոզվել և փոխել իր կողմը կամ առնվազն չեզոք դիրք գրավել։ Կան մարդիկ, որոնք իրենց հավատացյալ կամ քրիստոնյա են համարում, սակայն դժվարությամբ կարող են բացատրել, թե ինչ հույս ունեն կամ ում վրա են իրենց հույսը դրել։ Այնուամենայնիվ ցանկանում են, որ իրենց քրիստոնյա համարեն, թեև գործի են անցնում նախքան հասկանալը, թե որն է իրենց կոչումն ու նպատակը։ Կամ եթե որոշ սկզբունքներ էլ ունեն, որոնց վրա հիմնվում են, դրանք այնքան անկայուն են, որ յուրաքանչյուր քամի կարող է նրանց տապալել, ինչպես տանիքին չամրացված սալիկները։ Կույր նախանձախնդրությունը շուտով ամոթալի նահանջի է մատնվում, մինչդեռ սուրբ վճռականությունը, որը հիմնված է ամուր սկզբունքների վրա, գլուխը բարձր է պահում, ինչպես ժայռը ծովի ալիքների մեջ։ Ինչպես ասվում է Դանիելի մարգարեության մեջ, իրանց Աստծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա և գործի։ Դանիել 11-րդ գլուխ 32-րդ խոսք։ Հրեշտակը Դանիելին հայտնեց, թե ովքեր էին այն մարդիկ, որոնք պիտի հաստատուն մնային իրենց դիրքերում և պաշտպանեին Աստծո գործը այն փորձության ու հալածանքի ժամանակ, որ նրանց վրա պիտի բերեր Անտիոքոսը։ Նա ասաց, որ ոչ բոլոր հրեաներն էին ամուր մնալու։ Նրանցից ոմանք ստորաբար պիտի ապականվեին շողոքորթություններով, իսկ մյուսները սպառնալիքներից վախենալով պիտի հրաժարվեին իրենց հավատքի դավանությունից։ Սակայն լինելու էին նաև մի քանի հոգի, որոնք հաստատուն սկզբունքներ ունեին, քանզի ճանաչում էին իրենց Աստծուն, ում ծառայում էին և ամուր էին իրենց հավատքի մեջ։ Նրանք պիտի լինեին զորեղ և մեծ գործեր կատարեին։ Այսինքն, շողոքորթությունները չէին կարող նրանց ապականել, իսկ իշխանությունն ու բռնությունը չէին կարող նրանց հաղթել։ Նրանք կմնային անսասան թե գայթակղությունների, թե հալածանքների առաջ, որովհետև նրանց զորությունը գալիս էր Աստծուն ճանաչելուց և նրա հանդեպ հաստատուն հավատքից։ Անկախ նրանից, թե որքան հմուտ կարող է լինել մարդը Քրիստոսի գործերում, եթե նրա նպատակը ճիշտ չէ իր խոստովանության մեջ, նրա սկզբունքները կաշկանդված կլինեն։ Նա չի համարձակվի մեծ գործերի դիմել կամ հեռու գնալ Քրիստոսի համար, բացի այն չափով և այնքանով, որքանով կարող է դրանով փրկել իր իսկ սեփական կաշին։